Չնայած գառնի նախաքրիստոնեական տաճարի վերաբերյալ գրվել են բազմաթիվ ուսումնասիրություններ, սակայն կարծում ենք, որ գառնի ճարտարապետական հորինվածքի հարցը կարիք է զգում շտկման։ Բանն այն է, որ խոսելով գառնի նախաքրիստոնեական տաճարի ճարտարապետական լուծումների մասին, նշվում է այն տեսակետը, այն կարծիքը, որ գառնին հայկական կառույց չէ, այն իր ճարտարապետական հորինվածքով, գեղարվեստական հիմնական լուծումներով հունահռոմեական տիպի կառույց է, էտրուսկյան ճարտարապետության մոտիվներով և հռոմեա-իոնիական օրդերի սյուներով։ Որպես օրինակ մատնանշվում են Դեմետրայի տաճարը Պոսեյդոնիայում, որը կառուցվել է մ.թ.ա. առաջ 6-րդ դարում, և Աթենքի Ակրոպոլիս բլրի վրա մ.թ.ա. առաջ 447-438 թվականներին հույն նշանավոր ճարտարապետներ Իգդինոսի և Կալիկրատեսի կողմից կառուցված և Աթենաս աստվածուհուն նվիրված Պարթենոնի հռչակավոր տաճարը։ Սակայն համեմատությունները ցույց են տալիս, որ գառնի նախաքրիստոնեական տաճարը հանդիսացել է ոչ թե հունահռոմեական տիպի տաճարների պարզ ընդօրինակում, այլ գառնի նախաքրիստոնեական տաճարը որպես այդպիսին ունի ազգային ակունք և որպես նախատիպ այն վերցվել է մ.թ.ա. առաջ 9-րդ դարի վերջերին, 8-րդ դարի սկզբներին կառուցված Մուսասիրի կամ Արդինիի նշանավոր տաճարից։ Վանի թագավորության Տուշպա, Էրեբունի, Արգիշտի, Խինիլի քաղաքների պեղումների ժամանակ հայտնաբերվել են պաշտամունքային խիստ բազմազան կառույցներ, տաճարներ, որոնք նվիրված են եղել վանի թագավորության այս կամ այն աստվածությանը։ Այդպիսի պաշտամունքային կառույցներից իր յուրահատկությամբ աչքի է ընկնում Մուսասիրի կամ Արդինիի հռչակավոր տաճարը։ Մուսասիրը կամ Արդինին գտնվել է Վանի թագավորության հարավ-արևելյան մասում, մոտավորապես Ուրմիա լճի մոտակայքում։ Մուսասիրը եղել է Վանի թագավորության կրոնական պաշտամունքային կենտրոնը։ Ըստ Լուվրի աղյուսակի այն փաստի, որ Մուսասիրի տաճարում գտնվել է Սարդուր քրմապետի արձանը, ենթադրել կարելի է, որ այս տաճարը կառուցվել է մ.թ.ա. առաջ 9-րդ դարի վերջերին և 8-րդ դարի սկզբներին։ Եվ եթե դրան ավելացնել ունենենք այն հանգամանքը, որ Մենուայի կառավարման առաջին տարիներին, ըստ Քելիշինի երկլեզվյան արձանագրության, Մուսասիրի տարածքը միացվել է Վանի թագավորության տարածքներին, ապա կարելի է ենթադրել, որ Մուսասիրի տաճարը իրոք կառուցվել է մ.թ.ա. առաջ 9-րդ դարի վերջերին և 8-րդ դարի սկզբներին։ Այն նվիրված է եղել Վանի թագավորության գերագույն աստված Ալդին և նրա կնոջը Արուվանի աստվածուհուն։ մ.թ.ա. 714 թվականին Վանի թագավորության դեմ է արշավում Ասորեստանի ամենահզոր գահակալներից մեկը, Սարգոն II, որն իր հարվածի ուղղությունն ուղղում է դեպի Մուսասիր, դեպի Արդինի։ Նա գրավում է Մուսասիրը, կործանում է Մուսասիրի տաճարը և թալանում այն։ Արձանագրություններում միայն 46 տող նշվում է այն իրերի ցանկը, ինչ Սարգոն II իր հետ Մուսասիրից տարել է Ասորեստան, և վերադառնալով Ասորեստան, նա իր հետ Մուսասիրից գերի է տանում նաև Մուսասիրում տեղադրված Հալդաստու, Արուվանի աստվածուհու, Սարդուր քրմապետի, Արգիշտի առաջինի և Ռուսա առաջինի արձանները։ Այնքան մեծ է լինում անպատվաբերությունը, որ Վանի թագավորության գահակալներից Ռուսա առաջինը ինքնասպանությամբ վերջ է տալիս իր կյանքին։ Վերադառնալով Ասորեստան, նա Մուսասիրի գրավման և թալանի տեսարանը պատկերում է իր բարձրաքանդակներից մեկում, որը հայտնի է Դուր Շառուկինի բարձրաքանդակ։ Պահպանվել է Դուր Շառուկինի բարձրաքանդակի նկարը։ Պահպանված լուսանկարն էլ բավական է պատկերացում կազմելու համար Մուսասիրի տաճարի ճարտարապետական հորինվածքի մասին։ Մուսասիրի Հալդի աստծու տաճարի ճարտարապետական ձևերը բացառիկ հետաքրքրություն են ներկայացնում։ Դրանք լրիվ տարբերվում են Միջագետքի, Ասորեստանի և Բաբելոնի տաճարների հայտնի ձևերից։ Տաճարը կառուցված է եղել քարից բարձրադիր հարթակի վրա, այնպես ինչպես Գառնիի նախաքրիստոնեական տաճարը։
Դեպի հարթակը աստիճաններ էին արված, որոնք բարձրաքանդակի վրա հավանաբար ներկված են եղել եւ այդ պատճառով չեն պահպանվել։ Տաճարն ունեցել է նիզակով ավարտվող, մոտավորապես բրգաձև նոճու նման բարձր ճակտոնով երկթեք տանիք։ Տաճարի մուտքի ոչ բարձր դուռը տեղավորված է եղել ճակատի կենտրոնում, մուտքի երկու կողմերում կանգնեցված են եղել երկու մեծ նիզակ եւ աղոթողի դիրքով երկու արձաններ։ Տաճարի ճակատը զարդարել են խոյակներ ու խարիսխներ չունեցող, բայց լայնացող վերնամասով 6 սյուներ կամ որմնամույթեր։ Տաճարի ճակատային պատին երևում են ուռուցիկ միջնամաս ունեցող ուխտական կլոր վահաններ, որոնք տեղադրված են ինչպես սյուների, այնպես էլ նրանց արանքում եղած պատամասերի վրա։ Արդեն առաջին հայացքից կարելի է նկատել Մուսասիրի տաճարի կապը Փոքր Ասիայի ճարտարապետական մի շարք հուշարձանների եւ հին հունական դասական տաճարների նախատիպերի հետ։ Ինչպես նշանավոր արևելագետ Ուրարտագետ Պյատրովսկին է վկայում, Մուսասիրի տաճարը բացում է առաջավոր Ասիայի ճարտարապետության պատմության անհայտ էջեր, իրենից ներկայացնելով ճակտոն եւ սյունաշար ունեցող տաճարի հայտնի տիպերից հնագույնը, որն ընկել է անտիկ ճարտարապետության հիմքում։ Համաշխարհային ճարտարապետության պատմության մեջ առաջին անգամ Մուսասիրի տաճարում կիրառվում է եռանկյունաձև պսակը կամ ճակտոնը կամ ֆրոնտոնը, սյունաշարը եւ խոյակները վահանների տեսքով։ Գառնիի նախաքրիստոնեական տաճարի եւ Մուսասիրի տաճարի պատմաճարտարապետական ուսումնասիրությունը մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ Գառնին ոչ թե հունահռոմեական տիպի կառույց է, ոչ թե հելենիստական ոճի կառույց է, այլ զուտ ազգային հայկական կառույց է, իր համար հիմք ընդունելով, որպես ակունք ունենալով 9-րդ դարում Մթ. առաջ կառուցված Մուսասիրի հռչակավոր տաճարը։ Գառնիի տաճարի օրինակը մեկ անգամ եւս վկայում է այն մասին, որ հայոց պատմության եւ ազգային ճարտարապետության բազում կնճռոտ խնդիրներ պետք է որոնել ոչ թե օտար մեկնաբանություններում, այլ ազգային ակունքներում։